Զավեն Բիբերյան ծնվել է 1921-ին, երբ Օսմանյան կայսրության փլուզումը մոտենում էր ավարտին։ Աթաթուրքը արմատական բարեփոխումներ էր անում։ Այդուհանդերձ այդ տարիներին Թուրքիայի նպատակն ազգային ինքնության ձևավորումն էր, իսկ դա հաճախ տեղի էր ունենում փոքրամասնությունների իրավունքների հաշվին։ Բիբերյանը կրթությունը ստացել է հայկական դպրոցներում և Սեն Ժոզեֆ վարժարանում, որտեղ պայքարում էին հայկական ինքնության պահպանման համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 3.5 տարի ծառայել է շինարարական գումարտակում ստորացման և խտրականության պայմաններում։ Զորացրվելուց հետո այդ մասին սկսեց պատմել հայկական մամուլում։ Իր հայացքների պատճառով ճնշումների էր ենթարկվում, իսկ 1946-ին նույնիսկ ձերբակալվեց։ Ճնշումները ստիպեցին լքել երկիրը։ Բեյրութում աշխատում էր հայկական թերթերում, բայց նյութական դժվարությունների և հայրենիքի կարոտի պատճառով մի քանի տարի անց վերադարձավ Թուրքիա, որտեղ իրավիճակը կարծես բարելավվում էր։ Բայց 1960-ականները նրան բերեցին նոր մարտահրավերներ։ Բիբերյանի հիմնադրած նոր խորհրդամսագիրը ֆինանսական խնդիրների պատճառով փակվեց ու նա սկսեց զբաղվել քաղաքականությամբ։ 1968-ին ընտրվեց Ստամբուլի քաղաքային խորհրդի անդամ։ 1970 թվականին Բիբերյանը գրեց իր գլուխգործոցը «Մրջյուններու վերջալույսը», որը խորապես արտացոլում է ճնշումների և պայքարի թեմաները։ Նրա կյանքն ու ստեղծագործությունը դարձան վկայություն այն բարդությունների, որոնց բախվում էին Թուրքիայում ապրող փոքրամասնությունները ազգային ինքնության և քաղաքական ազատության համար պայքարելիս։ Բիբերյանն իր վեպում այսպես էր նկարագրում պորսահայերի անհանգիստ տրամադրությունները։ Այսօր դագեն փամը պիտի ելլա։ Այո, ամեն մարդ կսպասեր և բնական կգտներ, որ փամը ելլա։ Բնականեն ալանտին անխուսափելի և կհամագերբեր կարծես կմաղթեր, որ ժամարած շլլա ըլլալիքը։ Ամեն մարդ անհանգիստ էր, երբ երկար ադեն փամը չէր բադահեր։ Անբնական փամը կգտներ խաղաղության մեջ։ Գուցե ճիղերը կավրվեին, սև ամբը կփնտրեր հորիզոնը, անամբեր կդառնար արևը խափանված տեսնելու։ Կոլեկտիվ մազոշիզմ չէր աս։